Լրատվականի հարգելի հետևորդներ, այս պահին Փափուկ Բուզան 15 հասցեում տեղի ունենում բողոքի ակցիա, Ռուսաստանի Դաշնության մոտ 30 տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Փափստոց Բուզան 15 հասցեում, որտեղ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին 13-20 անվամբ բար է բացել, սակայն որոշակի խնդիրներ է ունեցել տարածքի դիրոջ հետ կապված, Արծրուն Շահկյանի հետ կապված։ Բողոքի ակցիան շարունակվում է, այստեղ տեսնում են գրություն, Արծրուն վերադարձրու գողացվածը։ Նրանք պնդում են, որ այս պահի դրությամբ ներսում մարդ կա, սակայն հրաժարվում են դուռը բացել։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որ վարձակալությամբ է վերցրել տարածքը, իր սեփական նախաձեռնությամբ բացել 13-20 բարը, նշում է, որ Արծրուն Շահկյանը որոշ ժամանակ անց պահանջել է 80,000 դրամի փոխարեն 200,000 դրամ եւ ապա ավելին է պահանջել 2,700,000 դրամ, իսկ մայիսին արդեն պահանջել էր 4 միլիոն եւ եւս 100,000 դրամ մայիս ձմռան ամիսներին կոմունալ ծախսերի համար։ Арцрон, выходи, подлый трус. Նշենք, որ մենք զրուցել էինք նաև Արծրուն Շահկյանի հետ, նա նշել է, որ Վիտալին այստեղ ընդամենը իր կողմից նշանակված է եղել որպես տնօրեն, նա նաև նշել է, որ աշխատանքային պայմանագիր ստորագրված է եղել եւ Վիտալին որպես տնօրեն ստանալու էր ընդամենը 100,000 դրամ, որից 80,000 դրամը պետք էր նորից վերադարձնել Արծրուն Շահկյանին իբրև տարածքի վարձակալություն։ Սակայն Արծրուն Շահկյանը, ինչպես նշել է, տարածքի վարձակալության վերաբերյալ պայմանագիր չի ստորագրվել։ Рассказывать, когда люди вас спрашивают, это не надо. А многие думают, что из-за культурного наследия. Арцрун, выходи! Арцрун, выходи! Верни украденную, Арцрун! Арцрун, выходи, подлый трус! Շահկյանը նաև հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին տրամադրել իրենց իրերը։